Ողջույն հարգելի հայրենակիցներ, հարգելի հայրենակիցներ, վերջերս շոշափվում է, որ Նիկոլ Փաշինյանը թոշակ է բարձրացնում, Նիկոլ Փաշինյանը էս անում, Նիկոլ Փաշինյանի մասին բարիդրացիական կարծիքներ են ձևավորում։ Նախ թոշակը, որ բարձրացնում է, ապրանքներն էլ, որ թանկացնում է, թոշակի բարձրացումը ումն է պետք ժողովուրդ։ Մի քանի անգամ առավել է այդ ապրանքների թանկացումը լինում, քան թոշակի օգուտը։ Ես էլ թոշակառու եմ, բայց դա զրո արժի։ Ընդամենը մեր հանրությունը, ինչպես ասում է, սա ընտրակաշառքից ոչնչով չի տարբերվում։ Բարձրացնողներ թող իր վերընկած ժամանակահատվածից նոր բարձրացներ։ Եվ մեկ ուրիշ բան մեր ժողովրդի մեջ հիշեցում անեմ։ Դե հաճախակի Նիկոլի արբանյակները սիրում են հիշեցում, չէ։ Նիկոլ Փաշինյանը, որ եկավ իշխանության, հիշեք ժողովուրդ, սա շատ կարևոր է։ Տամոժնիայում, որ մարդիկ ապրանքներ էին բերում Հայաստան անցկացնում, 50 կիլոգրամ էր։ Այդ 50 կիլոգրամը Նիկոլ Փաշինյանը սարքեց 25 կիլոգրամ։ 2 տարի կես առաջ իջեցրեց 10 կիլոգրամ։ 50 կիլոգրամի ժամանակ բոլորը գնում էին բանջարեղեն, միրգ էին գնում, տարբեր ապրանքներ էին գնում հարևան պետություններից, բերում այստեղ վաճառում էին, տնտեսությունը ապահովում, ապրում էին։ Դու օրինակ, ինչու այդ քայլին գնացին Նիկոլ Փաշօղլի։ Ինչ էր, Լևոն Տեր-Պետրոսյանի զակազն էր կատարում, սպիտակ եղեռներ ցանկանում այս երկրին, այնպես որ այս խապկանքներին քիչ տրվեք ժողովուրդ։ Հասկացանք, բան չեք հասկանում, հասկացանք, կիրթ չեք եւ այլն, հազար ու մի բաներ։ Ուղղակի զոմբի բառից վիրավորվում եք, Նիկոլապաշ բառից վիրավորվում եք։ Դուք եթե Նիկոլապաշ չեք, ապա ինչ եք։ Իսկ Նիկոլը Հայաստանա կործանա։ Դուք ներքին թուրքերից ոչնչով չեք տարբերվում, ժողովուրդ, մի քիչ էլ ուշքի եկեք, էլի, խնդրանքս է ձեզ։ Ես հանրությանը միշտ ասել ու ասում եմ, այս ելույթներս դիտեք եւ տարածեք, ժողովուրդ ջան, հիշեցրեք, որ Նիկոլ Փաշինյանը ով էր, ինչ խոստվեց, եկավ, ինչ արեց։ Այդքան բանը մեր ժողովուրդը մոռացել է, մթագնել է այդ բոլորի մոտ։ Իմ կողքին, այս պահին, բազում ճիշտ մարդիկ կան խոսացող, ճիշտ կադրային քաղաքականությունը վարելը այս երկրի իրական, այսով ասած, ցանկությունն է, մեր իրական ցանկությունն է, ժողովուրդ, ճիշտ թող վարեն, երկիրը զարգանա։ Համենայն դեպս, ժողովուրդ, շնորհակալ եմ բոլորիցդ, դիտեք եւ տարածեք։